Ես չեմ ասել եւ չեմ ասում, որ ղարաբաղցիները փախել են։ Ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Հայաստանի վարչապետը եւ շարունակեց. ոչ Ղարաբաղի, ոչ Հայաստանի ժողովրդի դեմ որևէ մեղադրանք չունի։ Ժողովրդին որևէ բանում մեղադրելը այդ կներեք անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել եւս Ղարաբաղի ժողովրդին ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեն ինչ ասես ասում են։ Ժողովրդի մասին, ընտրողների մասին ինչ ասես ասում են, վերջին բառերով։ Հետո ասում են մենք հեսա գալու ենք ընտրությունները հաղթել ենք։ Դե սա ինչ է, եթե ոչ քաղաքական տգիտություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 2023 թվականի իրադարձություններից հետո Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքները։ Շատ բան չկարողանալով բացել, եւ ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու եւ այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի ես տոկոսներ ասեմ կարող եմ տոկոսային ճշգրտությամբ գնահատվել, բայց առյուծի բաժինը դա կարող է լինել 80%, դա կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված։ Ընդ որում, ըստ նրա 44-օրյա պատերազմի ժամանակ էլ փախել են այն պլանով, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն։ Եվ դրա բանի ծխածածկույթի ներքո Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն են անելու։ Չկարողացան անել, գիտեք ինչ պատճառով։ Որովհետև իրանք ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն։ Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել։ Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել։ Եվ այդ է եղել պատճառը Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները, նրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես։ Նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել, այդ հարցը պետք է պարզաբանվի եւ այս օրերին այդ հարցն է պարզաբանվում։ Իդեպ շարունակ ուժի մասին խոսող ընդդիմությանը Փաշինյանի պատասխանն այն է, որ իր ուժը լեգիտիմությունն է, դա քաղաքական ու պետական ուժ է։ 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից առաջ ըստ վարչապետ Փաշինյանի Հայաստանը հնարավորություն էր ստեղծել, որ տեղի ունենա քաղաքական գործընթաց, բայց Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրին իշխանափոխություն Ղարաբաղում, ինչից ընդամենը մեկ շաբաթ հետո եղավ այն, ինչ եղավ։ Նույն սցենարը գրվել է նաև Հայաստանի համար։ Պետության ղեկավարը հիշեցրեց, որ այն ժամանակ իրեն մեղադրում էին սահմանները փակելու եւ ժողովրդին դուրս գալ թույլ չտալու համար։ Ես նույնիսկ հիշում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ ժամանակ ես Բաղրամյան 26-ում էի նստում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի ունեցավ, որտեղ նրանք եկել էին եւ ինձնից պահանջում էին, որ ես սահմանը բացեմ։ Ես ասել եմ, որ սահմանը փակ չի բնականաբար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ Ղարաբաղի ներկայացուցիչների ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք, իմացեք այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու։ Էթնիկ զտում խոսույթը Նիկոլ Փաշինյանը համարում է վնասակար։ Այդ մասին, ցեղասպանությունների մասին եւ ընդհանրապես այդօրինակ խոսակցություններն ըստ նրա հայելային բնույթ են կրում, թեև դժվար է ասել, որը որին է հաջորդում։ Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Եվ ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել։ Էլի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն։ Նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե հեսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, հեսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, հեսա մի օր էս կլինի։ Ես, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Պետք է արդար իրականության հետևից գնալ,
եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետեւ մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Եվ ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին, կիսվել։ Եվ գիտեք ինչ, իմիջայլոց ձեր մոտ այս շատ պարզ թեմաներ չեն։ Եվ նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք ունենալ այս թեմաները այսպես բաց եւ հրապարակային արծարծելու համար։ Անդրադառնալով սահմանադրության նոր տեքստին վարչապետն ասաց, լրատվամիջոցներով հրապարակվածը սևագրությունն է ու տեքստի վրա դեռ աշխատում են, եւ որպիսի տպավորություն չստեղծվի, թե նոր սահմանադրությունն ընդունելու են խորհրդարանն ու կառավարությունը, ընդգծեց. Կառավարությունը եւ խորհրդարանը առավելագույնը, որ կարող են անել, հավանություն տալ սահմանադրության նախագծին։ Դա միջև ժողովրդի մեծամասնությունը չքվեարկի այդ տեքստի օգտին, այդ չի կարող սահմանադրություն դառնալ։ Ժողովուրդն է որոշելու դա սահմանադրություն դառնա, թե սահմանադրություն չդառնա։ Եթե առաջին անգամ ժողովուրդը հանրաքվեով մերժի նոր սահմանադրությունը, իշխանությունը կշարունակի խոսել, բացատրել, հիմնավորել դրա անհրաժեշտությունը եւ երկրորդ անգամ հանրաքվե կկազմակերպի։ Մենք կգնանք մեր ժողովրդին, կհամոզենք, կբացատրենք։ Մենք խնդիր չունենք։ Ես համոզված եմ, ինչի շուրջ մենք ազնիվ եւ արդար կերպով մեր ժողովրդի հետ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա, որովհետեւ մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Մենք կայսերական ներկայացուցիչներ չենք, որ գանք մեր ժողովրդի հետ խոսանք, ժողովուրդը չհասկանա մենք ինչ ենք ասում։ Փաշինյանը կրկին անդրադարձավ նախկինում ասվածին. եթե խաղաղությունը ռևիզիայի ենթարկողի դիրքերից հանդես եկող ընդդիմությունը հաղթի առաջիկա խորհրդարանի ընտրությանը, ինչն իհարկե ինքը բացառում է ժողովրդի հետ շփումների արդյունքում, ապա կլինի պատերազմ։ Իրանք խաղաղության տակից հողը քաշում են, այդ նշանակում խաղաղությունը քանդվելու է։ Երբ որ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ։ Շատ պարզ տրամաբանություն է։ Խաղաղությունը վերաբանակցելը Փաշինյանի համոզմամբ նշանակում է նախ չեղարկել այդ խաղաղությունը։ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի ներկայացրած ուժերը հենց վերաբանակցելու մտադրության մասին են խոսում։ Եթե կա պայմանավորվածություն եւ դու պայմանավորվածությունը վերաբանակցում ես, նշանակում է դու պայմանավորվածությունը չեղարկում ես, այսինքն խաղաղության չեղարկումը ինքը բերում է պատերազմի։ Ձեր իմ ասած ուժերը, որոնց մասին ես խոսել եմ, երեքն էլ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, ուղիղ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին։ Վերաբանակցելու համար պետք է խաղաղությունը չեղարկել։ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը մարտի 23-ի հեռախոսազրույցում խոսել են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հատվածում երկաթգիծը վերականգնելու մասին, որոշում դեռ չկա։ Փաշինյանը նաև Պուտինից հանդիպում է խնդրել, պայմանավորվել են խոսակցությունը շարունակելու առիթ փնտրել։ Վարչապետը չհերքեց հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ռուսական ընկերությունից ղազախական ընկերության փոխանցելու հավանականությունը, բայց շեշտեց, դա դեռ գաղափարի մակարդակում է։ Դեպ չեն կլինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսս համարել ընդունելի է։ Դե գիտեք, հիմա որ ասեմ քննարկումը այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեվ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Նկատի ունեմ քննարկում մի քիչ այլ ռեժիմ է, բայց տենց գաղափարներ կան թևածող։ Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ երկրի ղեկավարը երբեմն նրանց կարծիքն է հարցնում։ Արժե հրապարակային ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված ռազմատեխնիկան։ Փաշինյանն ասաց, որոշում կա եւ մայիսի 28-ին Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաեւ տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես
խաղաղության օրակարգից հրաժարում։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռք բերվածը տեսնել ցանկացող քաղաքացիները կարող են հերթագրվել։ Մի քանի այդպիսի ցուցադրություն կազմակերպվել է, բայց հերթագրվածների թիվը այնքան մեծ է, որ առանձին խմբերի համար ցուցադրությունն իրատեսական չէ, եւ դա կկազմակերպվի բոլորի համար։ Կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։